Ժողջան, գրքին ողջույն բոլորին։ Ուրեմն աշխատանքի մեջ ունենք Opel Astra-G, պետք է փոխարինվեր մենակ գոֆրեն։ Այսօրներ ենք արդեն մեջից դուրս էր գալի։ Էն էլ կլիենտը այս պահին չի կարում մոտենա վերցնի ու ժամանակ շատ ունի։ Ասեց մալնի խոդը ինչ որ տենց թար բան անում էլի, մալնին իջնում հելնում է ու մոտորը շատ դետոնացիայով է աշխատում։ Մի հատ էտի նայեմ։ Հեսա մի հատ դիագնոստիկայի սարքը միացնեմ, մտնենք սալոն, միանամ ձեզ։ Հիմա տեսեք, արդեն ոնց որ գործի եմ գցել մեքենան, ունենք շատ անկանոն աշխատանք, վիբրացիա է տալի մոտորը, կեն մեկ դաժե բանը դրից թռնում է, յուղի այս կրիշկեն։ Ցավոք սրտի դիագնոստիկան ոչ մի բան ցույց չի տալի, համակարգչային դիագնոստիկան օբքոմով կպածեմ։ Ոչ մի բան ցույց չի տալի, տաբլոյի վրա աշիպկեք չունենք, բայց մալնի խոդի այս դատչիկի բանը, մալնի խոդի տատանում ունենք, էլի այսպես ասած։ Հնամ մի քիչ որ գազ եմ տալի, մի քիչ գազն էլ է ուշ վեկալում։ Դե էսի ռուշնիկի լույսն է, էսի բենզինի լույսն է, չեք էնժինս միացած չի, աշիպկա չունեմ, ոչ սենց։ Էսի բարդացնում է աշխատանքը, հեսա փորձեմ հասկանամ ինչից կարա լինի, էլի կապնվեմ ձեր հետ։ Ժողջան, ուրեմն տեսեք, կլիենտի հետ կապի հելնելուց հետո ինչ պարզ եղավ, որ կոճը, մուշտուկներն ու սվեչեքը իրանք արդեն փոխել են, պլյուս մալն ու դատչիկը։ Ընդեղ այրման հետ կապված, այդ դետոնացիաների հետ կապված, որ կարելի է մտածած, մնում է բենզինի ֆարսուն կեքը, զասլոնկեն լվանալ, մի քիչ ինքը շատ տհաճ վիճակում է, էլի։ Ուզում եմ մեկ էլ EGR-ի դատչիկը մի հատ հանեմ, տենամ շտոկը հո փակ չի մնացել, որովհետև մալնի ժամանակ շտոկը պետք է բաց լինի։ Շատ են ասում են զագլուշկա արա, բայց չէ, եթե ինժեներները մտածել են դրել են, դե հա կարող է եւ աբրատնի գազերի հետ յուղմուղա բերում կեղտոտում ա տուդիմ սյուդիմ, բայց դե ինչ արած։ Սրա շտոկը պետք է մալնի վաղ բաց լինի։ Всё, քանդում ենք զասլոնկեն, քանդում ենք ֆարսունկեքը, քանդում ենք EGR-ը ու կկապնվեմ էլի հետներդ տենանք ինչ վիճակ են դրանք։ Տեսեք ժողջան, զասլոնկեն ուրեմ հանեցի, ոչնչոտ կեղտոտ վիճակում է գտնվում, հաստատ խնամքի կարիք ունի, հեսա մի հատ լվանամ, ուղարկենք լողանալու էլի, իրան կցեմ կակղի նյութերի մեջ, մինչև ես անցնեմ բենզինի ֆարսունկեքի հանելուն, քանի զասլոնկեն հանած է, մի քիչ աշխատելն էլ հեշտ կլինի էլի, մի անգամից ես էլ հանեմ։ Լավ դե հանեմ կապնվեմ։ Ժողջան, տեսեք ուրեմն հանեցի ֆարսունկեքը։ Ինչ հասկացանք, տեսեք, այս մեկի սալնիկը արդեն հենց էր բզկտվե, հանելուց մնաց կեսը վրեն։ Այս մեկն էլ, թե այս մյուսն էր չէ։ Ծեծված ու էլի վնասված տեղ ունի սալնիկի հետ կապված։ Հիմա տեսեք, այս երկու ֆարսունկեքից կարար օդ քաշեր ու էլի դետոնացիա տար, էլի անկանոն աշխատեր մեքենան։ Լավ, ամեն դեպքում ուղարկեմ լողանալու սրանց, ես անցնեմ զասլոնկի նորոգմանը։ Ու նորոգումը որն է, լվացման է էլի։ Սրանք դնում ենք ուլտրազվուկավոյ վաննա ու տազիկի մեջ էլ սկսում ենք պրտել զասլոնկեն։ Էսա, սկսեմ, միանամ ձեզ։ Ժողջան, ուրեմն պրծա սրա խնամման աշխատանքները, ունենք այս պատկերը արդեն, բոլոր անցքերը բաց վիճակում, այս մալն, որ փակում է, հա, զասլոնկեն մալնու ժամանակ, չի թափանցում համարյա ոչ մի գրամ լույս, շատ իդեալական վիճակ է։ Ուրեմն, այն որ ասելու բան չկա այս պահին էլ, ներսից էլ, դրսից էլ, ընտիր։ Փակում է իդեալական։ Всё, դնենք չորանա, անցնենք ֆարսունկեքին։ Տեսեք դեուս, ժողջան նայեք ուրեմն ուղարկում եմ լողանալու ֆարսունկեքին, հեղուկի գույնը տեսնում եք, չէ, նոր բացած հեղուկը,
Ընդամենը 10 րոպե ուղարկում ենք լողանան։ Դե դրանից հետո էլ կհասկանանք, էլի մնում են իրանք, թե չէ։ Գնաց։ Արդեն տենում եք ինչ է կատարվում։ Արդեն գույնը փոխեց։ Լավ, վերջանա, կկապնվեմ էլի։ Ջորջան, ուրեմն տեսեք, ուլտրազվուկավոյ վաննայից հետո ստացել ենք այս արդյունքը, ոնց որ նոր զավոդից հանած։ Հիմա կատարվում է ասեղների լվացման պրոցեսը։ Այս արդյունքն ենք ստացել։ Եղույթի գույնը հիշում եք, չէ՞ ինչ էր։ Տեսեք ինչ է դառել։ Հեսա ես էլ վերջանա, հանեմ արտակնապես խնամեմ, կապեմ ստենդին ու կապնվեմ հետներդ էլի։ Ջորջան, հասանք ֆինալնի փուլին։ Էսի վերջի ցիկլն է, 3 ցիկլ գնացել է։ Ես էլ գնա ուզում եմ արդեն անջատեմ։ Գծերը լրիվ բավարարում է։ Ես ընդհանուր պրծնի մի հատ կնայեմ ես հետո։ Հոշի ասնում են, չասեմ իդեալական, բայց շատ լավ։ Դե հաշվի առնելով ֆարսուն կեքի տարիքը, չլնի 20 տարեկան ֆարսուն կեք են, էլի։ Տեսեք գծերը։ Ու ուծեջ կեքը։ Ոչ մի կաթիլ։ Էսի արդեն լավ է։ Всё, Ժողջան։ Հեսա տեղադրենք մեքենայի վրա, էլի կապնվեմ ձեզ։ Ժողջան, վերջացրեցինք մենք աշխատանքները, զգացեք մի հատ մեր մալնին, զգացեք ոնց է, հենց կպնում եմ գազի պեդալին, ոնց է գազը վռազ վեկալում։ Նու, համարենք ստացված մեքենան, մի երկու օր էլ քշի, ադապտացիա լինի ավտոմատ, այդ ֆարսուն կեքի լվալուց հետո բենզինի ծախսի մոմենտով, ու լրիվ արդեն կընկնի տեղը։ Տեսեք մալնին, 900 խփած կայնած է, ոչ ներքև, ոչ վերև։ Լավ դե, անփորձանք վայելի, բարի ճանապարհ, դուք էլ լավ եղեք, մինչ հանդիպում։